1829 թվականին դեպի Էրզրում ճամփորդելու ընթացքում Ալեքսանդր Պուշկինը Բազումի լեռնաշղթայի այս հատվածում հանդիպում է եզ լցած միսայլի։ Հետաքրքրվում է, թե որտեղից են գալիս ու ինչ են տեղափոխում։ Պարզվում է, դա մեծանուն գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակարգն է։ Պուշկինը իր աշխատության մեջ նշում է, որ հանդիպել է Պարսկաստանից Գրիբոյեդովին տեղափոխող դիակին, թափորին, եւ այդ պատմության համաձայն ստացել է Պուշկինի ոլորաններ անվանումը։ Ոլորանները գոյություն են ունեցել դարեր շարունակ, ծառայել որպես սայլուղի, իսկ որպես ավտոմոբիլային ուղի կառուցվել են խորհրդային տարիներին։ Ճանապարհի վտանգավոր հատվածները շրջանցելու նպատակով 1970 թվականին շահագործման է հանձնվել Պուշկինի թունելը։ Կես դարից ավելի ծառայած թունելը այսօր հիմնանորոգման կարիք ունի, բայց մինչև այդ անհրաժեշտ է երկրորդ կյանք տալ 13,3 կիլոմետր ձգվող ոլորաններին։ Դրանք սկսվում են Բազում գյուղի մոտակայքից, իրար են միացնում Վանաձորի եւ Ստեփանավանի տարածաշրջանները։ Ճանապարհին, որի վրա այլևս ասֆալտի հետք չի երևում, այս տարվա փետրվարից տասնյակ մեքենաներ են աշխատում։ Ճանապարհի գրեթե բոլոր տեղամասերում կատարվել է լայնացման աշխատանքներ։ Ուղիղ տեղամասերում ունենք 6,6 մետր լայնությամբ երթևեկելի մաս, իսկ որ տեղամասերում ունենք մինչև 9 մետր լայնացում։ Արդեն իսկ կատարվել է հողային աշխատանքների գրեթե 50%-ը։ Ունենք նախատեսված ջրթող խողովակների տեղադրում տարբեր տեղամասերում, 17 տեղամասում ունենք ջրթող խողովակների տեղադրում, 1 բացվածքի երկաթբետոնի։ Ջրահեռացում չլինելու պատճառով ճանապարհը եղել է ոչ պիտանի, քանդվել է ժամանակի ընթացքում եւ քանի որ վերանորոգումներ սպասարկում չի իրականացվել, խոսքը հիմնանորոգման մասին է, ճանապարհը հիմնականում եղել է դժվար անցանելի։ Ջրատարների տեղադրման աշխատանքները շուտով կսկսեն, եթե եղանակը չխանգարի։ Մինչև տարեվերջ նախատեսված են ավարտին հասցնել բոլոր շինաշխատանքները։ Նախատեսում է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի հեռացում, տեղադրում 10-ից 15 սանտիմետր ավազակոպճային շերտ, որից հետո տեղադրել 25 սանտիմետր հաստությամբ C5 ավազակոպճային խառնուրդ եւ իրականացնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Հաշվի առնելով տեղանքի բարդությունը եւ ծովի մակարդակից նշված ճանապարհի բարձրանիշերի այդ միջակայքը 1750 մինչև 2000 բավականին բարդացնում է ճանապարհի շինարարական աշխատանքները։ Առավելևս այս տարի այս ձնահոսքերի, անձրևների պատճառով կապալառուն չի կարողացել լայն թափովանի աշխատանքները։ Ներկա պահին իրականացվել են բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, շուտով կսկսվի արհեստական կառուցվածքների տեղադրման աշխատանքները։ Ըստ ճանապարհային դեպարտամենտի Լոռու մարզի տարածաշրջանային ծրագրերի պատասխանատու ինժեների, ճանապարհը հիմնանորոգվում է հանրապետական նշանակության ճանապարհների համար նախատեսված բոլոր պահանջներին համապատասխան։ Այն պետք է կարողանա լիարժեք սպասարկել, երբ հիմնական երթևեկությունը թունելից տեղափոխվի ճանապարհ։ Հիմնանորոգում ենք, որ ինքը միշտ գործող ճանապարհ լինի եւ կանցնենք շահագործման այդ պատրաստի ճանապարհը, որ ամեն դեպքում այդ ճանապարհը ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է։ Ճանապարհը ունի 12 սերպանտիններ, ոլորաններ, այդ ոլորանները նորմատիվների պահանջներին համապատասխան ուզում ենք կառուցել, որ ավելի բարելավի ճանապարհները։ Բացի 12 ոլորաններից ճանապարհի սկզբնամասում կա խողովակաձև կամուրջ, որը եւս պետք է հիմնանորոգվի։ Դա վթարային վիճակում է, նախագծով նախատեսված է քանդել, նորը տեղադրել։ 5 մետր լայնությամբ, 3 մետր բարձրությամբ, 20 մետր երկարությամբ։ Ունենք մոտ 11 կիլոմետր երկարությամբ մետաղական արգելափակոցների տեղադրում։ Ճանապարհային նշաններով կահավորվելու է ճանապարհը։ Եղանակն առայժմ բարենպաստ չէ, բայց շինարարը հուսով է, որ մինչև տարեվերջ ավարտին կհասցնեն ճանապարհի հիմնանորոգումը, թեև վերջնաժամկետը 2027 թվականի ապրիլն է, իսկ Բազում բնակավայրի վարչական ղեկավարը մեծ ակնկալիքներ ունի ճանապարհի հիմնանորոգումից։ Ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոճանապարհ։ Պատմական նշանակություն ունի, իսկ հիմա քանի որ վերանորոգվում է, պոտենցիալը կա նաև տուրիստական զբոսաշրջային հոսքեր ապահովելու, որը նույնպես մեծ տնտեսական օգուտներ կբերի թե Բազում բնակավայրին, թե հարակից այլ բնակավայրերին։
Բազումի գյուղամիջյան մոտ 1 կիլոմետրանոց ճանապարհը եւս նորոգվում է պետբյուջեի միջոցներով։ Ճանապարհը ներառվել է պետական շահագործության հիմնական ծրագրի շրջանակների մեջ, կլինի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ 6 մետր լայնությամբ եւ ինքը կապահովի Զորամասի երթևեկության մուտքը դեպի միջպետական ճանապարհ։ Ինքը միջև նորոգումը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ճանապարհաշինական երկու ծրագրերի բյուջեն ավելի քան 2 միլիարդ դրամ է, որից 1 միլիարդ 833 միլիոնը շրջանցիկ ճանապարհի հիմնանորոգման ծախսն է։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։